Գորաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ինչ է Աստծու Արքայությունը։ Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Փափագել Աստծու Արքայության շահը» անվանումը։ Աստծու Արքայության շահի մասին խոսելը շատ կարևոր է հատկապես Տեր Հիսուս Քրիստոսի փրկությունն ընդունած լինելու և հոգևոր հասունության վիճակի առումներով։ Չէ՞ որ Քրիստոսով փրկագնված Նրա աշակերտները հոգևոր հասունությանը զուգահեռ սկսում են Աստծու Արքայության շահը գերադասել սեփական շահից ու հարմարավետությունից։ Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը մի շատ կարևոր ճշմարտություն է մեզ փոխանցում մեր կյանքի կարիքների ու խնդիրների լուծման վերաբերյալ։ «Ուրեմն մի մտահոգվեք ասելով՝ ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությունը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.39-33): Տեր Հիսուսն այստեղ հստակ սովորեցնում է, որ Հայրը գիտի մեր կարիքների մասին։ Անշուշտ, այստեղ պետք է նշել, որ երբեմն մեր կարիքները տարբեր են լինում մեր ցանկություններից։ Հայրը գիտի և ուզում է հոգալ մեր բոլոր կարիքները։ Սակայն այդ անելու համար մեզնից մի կարևոր բան է պահանջվում։ Մենք պետք է սովորենք փնտրել Աստծու Արքայությունն ու Նրա արդարությունը։ Եվ եթե մենք դա անենք, ապա Աստված մեր խնդրածից ավելին է մեզ տալու։ Մեր խնդրվածքները ավելիով են մեզ տրվելու։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու Արքայությունը խնդրելու և այն փնտրելու իմաստը հասկանալը մարդու երկրային կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, քանի որ յուրաքանչյուր մարդու կյանքի հաջողությունն ու օրհնությունները կախված են հենց դրանից։ Իսկ ի՞նչ է Աստծու Արքայությունը։ «Որովհետև Աստծու Արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց գովելի» (Հռոմեացիս 14․17-18): Տեր Հիսուսը Աստծու Արքայության մասին սովորեցնում էր հետևյալը. «Ոչ էլ կասեն՝ ահա այստեղ է կամ ահա այնտեղ է, որովհետև ահա Աստծու Արքայությունը հենց ձեր ներսում է» (Ղուկաս 17:21): Աստծու Արքայությունը Քրիստոսին հավատացող մարդու ներսում է։ Աստծու Արքայությունը Սուրբ Հոգու ներկայությունն է։ Աստծու Արքայությունը այն վայրում է, որտեղ կա Աստծու կամքին հնազանդություն։ Աստծու Արքայությունը Քրիստոսի արժեհամակարգը ընդունելն է և Նրա ուսուցումներով առաջնորդված կյանքն է։ Այն Քրիստոսի շնորհած արդարությունը, Նրա փոխանցած խաղաղությունը և Նրա տված ուրախությունն ընդունելն է Սուրբ Հոգու միջոցով։ Աստծու Արքայությունը մեր ներսում է, եթե մեր ներսը համաձայն է Տեր Հիսուսի փոխանցած սկզբունքների ու ճշմարտությունների հետ, և մեր սիրտը փափագում է դրանք ոչ միայն ընդունել, այլև վերածել ապրելակերպի ու համոզմունքների։ Ահա թե որքան կարևոր է մեր հոգսերի ու կարիքների համար մտահոգվելու փոխարեն Աստծու Արքայությունը խնդրելու ու փնտրելու վրա կենտրոնանալը։ Աստծու Արքայությունը խնդրելու և այն փնտրելու իմաստը հասկանալը մարդու երկրային կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։